Ֆիլմաշարը նվիրվում է Հայաստանի անկախության 10-ամյակին։ Պատմության ընթացքում մարդկային հասարակությունն անցել է զարգացման տարբեր աստիճաններ՝ նախնադարյան մարդկային հոտ, տոհ, ցեղ, ցեղային միություն եւ ի վերջո բարձրագույն աստիճանը՝ պետականություն։ Երբ ենք մենք հայերս հասել պետականության աստիճանի։ Հայկական լեռնաշխարհում պետականության սկզբնավորման ժամանակ այսօր դժվար է միանշանակ որոշել։ Խնդրի լուծումը բարդանում է նրանով, որ մենք չունենք այսօր վերծանված հնագույն արձանագրություններ։ Մեր ունեցած հնագույն արձանագրությունները, որոնք կարող ենք դասակարգել որպես իսկական իմաստով գիր, դեռևս վերծանված չեն եւ վերաբերում են Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակին։ Մեր հիմնական տեղեկությունները հայկական լեռնաշխարհում պետականության վերաբերյալ քաղում ենք օտար աղբյուրներից։ Հնագույն տեղեկությունները, որոնք հասել են մեզ եւ այսօրվա դրությամբ կարող ենք որոշակիորեն փաստել, դրանք առնչվում են Քրիստոսից առաջ 28-րդ դարին։ Քրիստոսից առաջ 28-ից 22-րդ դարերի իրադարձությունները հիշատակված են գտնում շումերական սեպագիր արձանագրություններում, որոնք վկայում են, որ նշված ժամանակաշրջանում հայկական լեռնաշխարհում գոյություն է ունեցել հնագույն մի պետականություն Արատտա անունով։ Դատելով շումերական սկզբնաղբյուրներից Արատտան եղել է թեոկրատական միապետություն։ Թեոկրատիան պետական կառավարման այն ձևն է, երբ հոգևոր ու աշխարհիկ ամբողջ իշխանությունը կենտրոնացված էր հոգևոր դասի ձեռքին։ Երկրի գլուխ էր կանգնած քրմապետը, որը միաժամանակ նաև արքան էր։ Քրմապետ արքային կից երկրում գործում էր ավագների ժողովը։ Դա բարձրագույն խորհրդակցական ժողովն էր, որի հետագա շարունակությունը մենք տեսնում ենք Հայաստանի պատմության հետագա դարերում աշխարհաժողովի տեսքով։ Բացի քրմապետ արքայից եւ նրան կից գործող ավագների ժողովից մենք տեսնում ենք պետականության մի շարք հետաքրքիր այլ երևույթներ եւս Արատտայում։ Մասնավորապես շումերական աղբյուրները հիշատակում են, որ երկրում գոյություն ուներ կառավարչի պաշտոնը, որը համեմատելի է հետագա միջնադարյան Հայաստանի հազարապետի պաշտոնին եւ եթե համեմատենք այսօրվա պետական կառույցներին, վարչապետի պաշտոնին։ Երկրում հիշատակվում են նաև պետական այլ պաշտոնյաներ, մասնավորապես հիշատակվում են հարկահանները, հիշատակվում են վերակացումները, ինչից կարելի է եզրակացնել, որ Արատտայում որոշակի բարձր մակարդակ էր հասել պետական կառավարումը եւ հասարակության կյանքի բոլոր ոլորտները գտնվում էին պետական վերահսկողության շրջանակներում։ Ըստ շումերական աղբյուրների Արատտայում բոլոր պաշտոնյաները քրմական դասի ներկայացուցիչներ էին, այդ թվում նաև միակ ռազմական արշավանքը ներկայացրած ռազմական առաջնորդը, որը եւս քուրմ էր։ Այլ կերպ ասած, մենք տեսնում ենք թեոկրատական պետության դասական մոդելը Քրիստոսից առաջ 28-րդ դարից սկսած եւ այդ ժամանակաշրջանում մենք տեսնում ենք, որ նույնպիսի թեոկրատական կարգեր են գոյություն ունեցել Եգիպտոսում, Շումերում, նույն ժամանակաշրջանում։ Հատուկ ուշադրությանը արժանի այն հանգամանքը, որ չնայած Շումերի եւ Արատտայի միջև գոյություն ունեցած հակասություններին, շումերական աղբյուրներում Արատտան անընդհատ կոչվում է Սուրբ օրինաց երկիր։ Արատտա անվան վերաբերյալ լեզվաբանների շրջանում հայտնվել են մի քանի մեկնաբանություններ, մի քանի տեսակետներ, որոնցից առավել հավանականը հենց Արթա արմատն է հնդեվրոպական, որը նշանակել է Սուրբ օրենք, Սուրբ կարգ եւ թերևս սա անմիջականորեն կապվում է շումերական աղբյուրներում Արատտա երկրին տրված Սուրբ օրինաց երկիր Մագդիրի հետ։ Բացի այս Մագդիր պատվանունից չափազանց հետաքրքիր է այն հանգամանքը, որ ըստ շումերական հնագույն միջագետքյան պատկերացումների անմահության խորհուրդը պահվում էր Արատտա երկրում, հայկական լեռնաշխարհում, եւ անմահությանը հասնելու համար հին արևելյան գլխավոր հերոսը Գիլգամեշը ճանապարհ է բռնում դեպի Արատտա։
Անմահության հասնելու համար ճանապարհը անցնում էր Եփրատ գետի հովտով, ճանապարհին նա հաղթահարում է Մաշու կամ Մասու լեռնաշղթան, այնուհետև անցնում է մութ ու խավար աշխարհով, որից հետո դուրս է գալիս դրախտաշխարհ եւ գտնում է անմահության ծաղիկը։ Չափազանց հետաքրքիր է այն հանգամանքը, որ հին արևելյան դարաշրջանին հաջորդած անտիկ ժամանակաշրջանում Գիլգամեշին անմահության որոնման սյուժեի մեջ փոխարինում է անտիկ աշխարհի գլխավոր հերոսը Ալեքսանդր Մակեդոնացին։ Թեպետ Մակեդոնացին երբևէ մուտք չի գործել իրականության մեջ Հայաստան, սակայն մակեդոնացու մասին ստեղծված վեպում, որը արդեն գրի է առնվել Քրիստոսից առաջ 240 թվականին, որպեսզի Մակեդոնացին հասնի անմահության ծաղկին եւ ստանա անմահություն, նա անցնում է նույն ճանապարհը, ինչ որ ժամանակին անցնում էր Գիլգամեշը։ Եվ երբ որ համեմատում են Գիլգամեշի անցած ճանապարհը Մակեդոնացու ճանապարհին, տեսնում ենք բացարձակ համապատասխանություն։ Գիլգամեշը բռնում է ճանապարհը դեպի Արատտա, Մակեդոնացին ըստ հունական վեպի բռնում է ճանապարհը դեպի հայոց աշխարհ։ Մակեդոնացին գնում է դեպի ակունքները Եփրատի եւ Տիգրիսի, ինչպես Գիլգամեշն էր ժամանակին գնացել Եփրատի հոսանքով դեպի ակունքները։ Գիլգամեշը անցնում է Մասու կամ Մաշու լեռները, Մակեդոնացին անցնում է Մասիս լեռնաշղթան, որը համադրելի է Հայաստանի հարավը եզերող Մասիուս կամ Մասիոն լեռներին։ Այնուհետև, ինչպես Գիլգամեշը, այնպես էլ Մակեդոնացին անցնում են սև ու մութ աշխարհով, որը անդրաշխարհի սիմվոլիկան է ներկայացնում, եւ ապա դուրս են գալիս դրախտաշխարհ։ Արարչագործության եւ անմահության որոնման սյուժեներից բացի չափազանց հետաքրքիր է, որ Արատտա երկրի հետ է կապվում նաեւ համաշխարհային ջրհեղեղի մասին մեզ ասած ամենավաղ պատմությունը։ Դեռևս 1872 թվականին անգլիացի երիտասարդ ու տաղանդավոր արևելագետ Ջորջ Սմիթը վերծանեց համաշխարհային ջրհեղեղի մասին բաբելոնյան պատմությունը, որը իր բոլոր մանրամասներով նույնանում էր աստվածաշնչյան ջրհեղեղի պատմության հետ։ 1914 թվականին հայտնաբերվեց ջրհեղեղի պատմության ամենահին գրառումը, շումերական գրառումը, որում դժբախտաբար վնասվածության պատճառով բացակայում էր այն տեղանքի անունը, որտեղ հանգրվանել է ջրհեղեղից փրկող տապանը։ Բարեբախտաբար հետագայում հայտնաբերվեց եւ 1952 թվականին առաջին անգամ լույս տեսավ, իսկ հետագայում լրացումներ նաեւ տեղի ունեցան շումերական մեկ այլ բնագիր, որը գալիս էր լրացնելու 14 թվականին հայտնաբերված բնագրի տեղեկությունները եւ որում բառացիորեն նշվում էր Արատտայի մասին, որ Արատտան էր այն տեղը, որը կանգուն մնաց ջրհեղեղի մեջ այն ժամանակ, երբ ջրհեղեղը սրբեց ամեն բան։ Այսինքն շումերական աղբյուրների Արատտան լիարժեքորեն համապատասխանում է աստվածաշնչյան Արարատին,